Այս իրանելի հնարավորության համար, որ Աստված այսօր մեզ բոլորիս մեկտեղ հավաքել է եւ Տերը շատ լավ գիտի նպատակը մեր հավաքվելու, նշելու մեր Տիրոջ խաչելությունն ու հարությունը, որ մեր հայերը աշխարհի քրիստոնյա ժողովուրդը իրար տեսնելուց ասում են Քրիստոս հարյալ իներելոց օրինակ է հարությունը Քրիստոսի այո Տերը այսօր ուրախ է որ իր զավակները նշում են Տիրոջ հարությունը, աշխարհի կարելի ասել ամենամեծ տոնը, Քրիստոսի խաչելությունն ու հարությունը ամենամեծ տոնն է, որ մեզ համար, հոգևորներիս համար ճանապարհ բացվեց դեպի հավիտենական կյանք գնալու։ Փագեր այդ ճանապարհը։ Հնարավոր չէր այդ ճանապարհը գնալու, որովհետև մենք Ադամ ու Եվայի մեղքի ժառանգորդներն ենք։ Ադամ ու Եվայի մեղքը տարածվել էր ամբողջ աշխարհի մարդկության վրա։ Աստված ջրհեղեղով կործանեց ամբողջ մարդկությունը։ Աշխարհի բոլոր մարդկությունը ջրհեղեղով կործանվեց, Նոյը իր ընտանիքով հրգվեց։ Ծնվեցին Նոյով նորից ժողովուրդ, նորից միլիարդավոր մարդիկ երկրի վրա։ Արդյոք Նոյի ծնվածները արդար էին, մաքուր էին, մեղք չունեին։ Բոլորն էլ Ադամ ու Եվայի ծնված էին։ Նոյը եթե Ադամ ու Եվայի ծնվել էր, ուրեմն Նոյի ծնվածներն էլ են բոլորը նույն մեղավորությունը։ Աստված ասեց այլևս ջրհեղեղով չեմ կործանելու աշխարհը։ Ուղարկեց իր միածին որդին Հիսուս Քրիստոսին։ Աստված անչափ սիրեց աշխարհը, որ իր միածին որդին ուղարկեց, որ մեզ համար հրգություն լինի։ Բացվեց այդ ճանապարհը, փագեր այդ ճանապարհը, խաչելության ժամանակ, Քրիստոսի խաչելության ժամանակ գրված է վարակույրը վերևից ներքև պատրվեց տաճարի։ Այդ արկիրը ինչի պատրվեց։ Ինչ արգելք կար այդ վարակույրից հետև գնալու, ներս մտնելու հնարավորություն չկար։ Ոչ մեկ իրավունք չուներ